Իրավագիտակցության մակարդակի որոշակի իմաստով փորձաքննություն դարձավ բռնի տեղահանությունից հետո արցախցիների համար Հայաստանի Հանրապետությունում գործարկված տարբեր ծրագրերին նրանց ներգրավվածությունը։ Ծանր շրջափակում և ռազմական ագրեսիա վերապրելուց հետո պետք էր հասցնել նաև արագ կողմնորոշվել և սոցիալական ծրագրերի մասնակից դառնալ։ Տարաբնույթ փաստաթղթերի վերականգնման կամ փաստաթղթը ներկայացնելու խնդրի առաջ են կանգնել տեղահանվածները եւ սա մի կողմից, մյուս կողմից տարբեր ծրագրերի պայմանները կամ դրույթները լավ չիմանալու պատճառով շատ հաճախ մեծ խոչընդոտներ են ստեղծվել տեղահանվածների համար եւ այս համատեքստում շատ կարեւոր է եղել, որպեսզի լինեն կառույցներ, կազմակերպություններ, այդ թվում առաջնահերթ Հայաստանի Հանրապետության սոցիալ-նախարարությունը, որը կամ միգրացիա եւ քաղաքացիության ծառայությունը, որոնք որ այդ ծրագրերի կամ որոշումների հեղինակներն են, պարզ, հասկանալի, մատչելի ձևով տեղեկատվություն փոխանցեն տեղահանվածներին։ Փաստ է, որ արցախցիների մի մասի մոտ կապված տեղահանության ժամանակահատվածից և հանգամանքներից առհասարակ բացակայում էին փաստաթղթերը։ 2023 թվականի բռնի տեղահանության հետևանքով արցախցիների զգալի մասը փաստաթղթերի հետ կապված խնդիրների հետ բախվեց արդեն տեղահանության առաջին փուլում Հայաստանի Հանրապետության ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթղթի ձեռքբերման ընթացքում։ Այնուհետև գործարկվեցին պետական աջակցությամբ իրականացվող սոցիալական ծրագրեր, որոնցում ներգրավվածությունն ապահովելու համար ևս անհրաժեշտ էր վերականգնել պահանջվող փաստաթղթեր։ Հարթակից օգտվելը կամ հայտերը լրացնելը հավելյալ որոշակի գիտելիք են պահանջում, նախ թվային գիտելիք, որպեսզի մարդ կարողանա համակարգ մուտք գործել, եւ երկրորդ արդեն համապատասխան քայլերը իրականացնելու առումով որոշակի գիտելիք։ Դրան գումարած պահանջվող փաստաթղթերի վերականգնման հետ կապված խնդիրները եւ սա է պատճառը, որ շատ հաճախ տեղահանվածները նաեւ սոցիալական դաշտում տեսնում ենք, սոցիալական տարբեր հարթակներում տեսնում ենք, որ աջակցության եւ օգնության կարիք ունեն եւ այդ հարցով փորձում են դիմել բոլոր հնարավոր ատյաններին, բոլոր հնարավոր մարդկանց եւ բոլոր հնարավոր կառույցներին։ Այդ հարցում նաեւ Արցախի ներկայացուցչությունում կան մասնագետներ, որոնք որ համապատասխան աջակցություն են ցուցաբերում։ Ես ինքս եթե որևէ մեկը այդ հարցով դիմում է, անպայման փորձում եմ օգտակար լինել։ Արցախի տեղեկատվական շտաբի ֆեյսբուքյան էջի միջոցով հայտարարվեց, որ կստեղծվի աշխատանքային խումբ տարբեր հարցերով իրավական խորհրդատվություն տրամադրելու համար։ Զանգերի կամ հաղորդագրությունների միջոցով երբեմն հնարավոր է տալ հարցերի պատասխանները, սակայն շատ դեպքերում արցախցիները հասնում են Արցախի մշտական ներկայացուցչություն տեղում իրավական խորհրդատվություն ստանալու։ Արցախի ներկայացությունում մենք հիմնականում իրականացնում ենք իրավական գործառույթներ, բացառապես Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխան։ Այդ թվում մեզ դիմում են Արցախի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր մեր Արցախի Հանրապետության հարկադիր կատարման ծառայությունում ունեցել են հարուցված կատարողական վարույթներ եւ որոնց հիման վրա կիրառված է եղել գույքի եւ դրամական միջոցների արգելանք, վերոնշյալ քաղաքացիները այստեղ բախվել են բազմաթիվ խնդիրների եւ այդ դեպքում դիմելով մեզ մեր գործառույթն է այդ մարդկանց օգնել ու իրավական ուղղություն տալ, որտեղ դիմել, որպեսզի խուսափեն այդ խնդիրներից։ Հիմնականում դիմում են քաղաքացիություն ձեռք բերելու համար, ինչպես նաև կառավարության կողմից իրականացվող սոցիալական աջակցության, բնակարանային ապահովման ծրագրի, դատական ակտերի հարկադիր կատարման հետ կապված հարցերով, ինչպես նաև կենսաթոշակի անցնելու ժամանակ աշխատանքային ստաժերի խնդիրներով եւ այլ հարցերով։ Աշխատանքային խմբի կողմից իրականացում է իրավախորհրդատվական աջակցություն մեր հայրենակիցներին։ Ունենք բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր ապրում են մայրաքաղաքից շատ հեռու, ծայրամասային գյուղերում, շրջաններում եւ գտնվելով անապահով վիճակում իրանք իր վիճակի չեն հասնել մայրաքաղաք, ըստ այդմ իրանց այդ աշխատանքները տարվում են հեռախոսազանգերի միջոցով։ 2024 թվականին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի մեկնարկից հետո, որի հիմնական պայմաններից առաջինը Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ձեռքբերումն է, նոր թափ ստացավ փաստաթղթերի վերականգնման եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար դիմումների ներկայացման ընթացքը։ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության տվյալներով, եթե 2023 թվականին Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացել էր 56, ապա 2026 թվականի միայն փետրվար ամսին 2850 ժամանակավոր պաշտպանություն ստացած անձ։
Հիմնականում դիմում են առաջին փուլում, եթե փաստաթղթերի հետ կապված խնդիր է լինում, վերականգնումից հետո արդեն դիմում են մեզ, մենք on-line տարբերակով ուղղորդում ենք գրանցվել քաղաքացիության հայտի համար։ Մարդը պարզապես կարող է խուճապի մատնվել, չհասկանալ թե որ կետից պետք է սկսել եւ որ կետ հասնել եւ պարզապես պետք է այդ մարդկանց ձեռքը բռնել կամ առնվազն որոշակի խորհրդատվություն տրամադրել, թե այդ ճանապարհը ինչպես պետք է անցնել։ Երբեմն հայտը ներկայացնելիս ծագում են նոր խնդիրներ, որոնց լուծման համար նորից կարիք է առաջանում իրավախորհրդատվության։ Հիմնականում տարեցները հայտի գրանցման ժամանակ չեն իմանում, որ էլեկտրոնային օգտահաշիվ է պետք, տեղում բացում են կամ եթե հնարավոր տարբերակ ունեն, զանգահարում են, բացում են այդ օգտահաշիվը ու նոր արդեն կատարում են գրանցումը, հիմնականում նկարի պահն է լինում, որ մինչև 1 մեգաբայթը գերազանցող PDF ֆորմատով պիտի կցենք, դե հիմնականում այդ տարեցները խնդիր են ունենում նման իրազեկվածության համար։ Դիմում են բանկերին, որպեսզի իրենց սերտիֆիկատների հետ կապված վարկային ինչ-որ խնդիր վարկ վերցնելու բնակարանների հետ կապված, պարզվում է ունեն արգելանքներ, որոնց մասին իրանք տեղյակ չէին, իրանք չեն գիտակցում, որ տեղի արգելանքը նաև կիրառվել է այստեղ։ Նույնը նաև ոստիկանության հետ կապված, մեքենաների հետ կապված այդ արգելանքները եւ որոնց լուծման ուղղությամբ մենք իրանց ցույց ենք տալիս ճիշտ ճանապարհը։ 2026 թվականի հունվարի 1-ից քաղաքացիության դիմումները ընդունվում են բացառապես էլեկտրոնային հարթակի միջոցով, ինչը նպատակ ուներ 24/7 ռեժիմով եւ առանց գրասենյակ այցելելու լուծել խնդիրը։ Սակայն այստեղ առանձնապես տարեց մարդիկ կամ թվային գրագիտություն չունեցող անձինք ստիպված են լինում դիմել հարազատների, ծանոթների օգնության, իսկ երբեմն հավելյալ գումար ծախսել իրավախորհրդատվության համար։ Պարզ է, որ հատկապես ավագ սերնդի ներկայացուցիչների պարագայում թվային հարթակում գործողություններ իրականացնելը բավականին բարդ է եւ ոչ թե պետք է ուղակի ուղեցույց տալ ասել էսա ձևը գնա եւ օգտվիր, այլ պետք է քայլ առ քայլ մարդու հետ, այսպես ասած, այդ ճանապարհը անցնել եւ այդ առումով կարծում եմ պետք է որ դրական ընդունվի նաեւ այն, որ Արցախի ներկայացուցչությունում կան մարդիկ, ովքեր որ այս հարցում աջակցում են տեղահանվածներին, որտեղ ի վերջո սրանից ընդհանուր գործն է շահում, մարդիկ շատ ավելի քիչ են սկսում բողոքել, որ այսինչ ծառայությունը իրենց համար հասանելի չէ եւ ի վերջո այդ մարդկանց խնդրը իրական կյանքում լուծվում է, հետեւաբար նաեւ մարդիկ են գոհ լինում այդ իրավիճակի։ Մինչ այս պահը 800 քաղաքացու օգնել ենք տվյալ դիմումները լրացնել առցանց եւ 700 քաղաքացու տրամադրվել է իրավախորհրդական աջակցություն, քանի որ շատերի մոտ բացակայում են քաղաքացիության ստանալու համար պահանջող փաստաթղթերը։ Հունվար ամսից հոսքը եղել է ավելի շատ, հիմա նվազում է։ Արցախի ներկայացուցչությունը Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեգամ Ստեփանյանի խոսքով նաև յուրահատուկ խողովակ է արցախցիների եւ նրանց համար ծրագրեր մշակող թե հասարակական կազմակերպությունների, թե պետական կառույցների միջև, որի նպատակը առաջացող խնդիրների համար արագ լուծումներ գտնելն է եւ ծրագրերը առավել արդյունավետ եւ թիրախային դարձնելը։ Քանի որ առաջնային ինֆորմացիայի կրողներն են նաև ներկայացուցչությունում, որոնք որ այդ մարդկանց ճանաչում են կամ նրանց համայնքների ղեկավարների հետ կապ ունեն, ավելի հեշտացնում է այդ անհրաժեշտ տեղեկատվության փոխանցումը մեր հայրենակիցներին։ Էլեկտրոնային հայտի լրացման տեխնիկական նրբությունների եւ մանրամասների մասին արցախցիները փորձում են տեղեկանալ նաեւ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության թեժ գծի միջոցով, իսկ այսուհետ Հայաստանի Հանրապետության համայնքապետարաններում եւս կտրամադրվի անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվություն։ Եթե օրինակ որևէ կառույցում կան համապատասխան կոնտակտային մարդիկ, որոնց հետ կարելի է այդ խնդիրները լուծել, ընդհանրապես զանգահարելով կամ տեղեկացնելով, որ նման համակարգային խնդիր կա կամ անհատական նման խնդիր կա, այդ ձևով ենք փորձում աջակից եւ օժանդակ լինել մեր հայրենակիցներին։